Ես եմ մարգելել օգտագործել ժողովրդի կողմից դակված Դոդի Գագո մականունը։ Հիշում եք չէ՞ այս ելույթը 2015 թվականի փետրվար։ Հիշում եք չէ՞ այս ելույթից հետո ինչ սկսեց ձերբակալություններ, հարձակումներ, անվանարկումներ, վիրավորանքներ, մեղն էլա, ձեռդ նալն էլա, ձեռդ շեֆ ջան, բանը կոլբայում մեծացրած քաղաքական գործիչ, մտքի բռնաբարում անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ծառուկյանի դեմ հարձակում իրականացվեց։ Ինչու 15-ին դա իրականացվեց, որովհետեւ Ծառուկյանը դեմ էր սահմանադրական չարեփոխումներին, այն սահմանադրությաններ դեմ, որը այսօր 40%-ից ավել հավաքած Նիկոլ Փաշինյանին 60%-ից ավել մանդատներ է տալիս ազգային ժողովում, այդ իսկ պատճառով էլ այն ժամանակ հարձակվեցին Ծառուկյանի վրա։ Կարեք ինձ բացատրեք, այս վերջին հարձակումները ինչով են ֆունդամենտալ առումով տարբերվում Ծառուկյանի դեմ 15 թվականի հարձակումներից։ Նույն բառապաշարը, նույն մեթոդները, ամեն ինչ նույնն է։ Սա իր հերթին խոսում է հետևյալի մասին, որ Հայաստանի քաղաքական վերնախավ կոչվածի շրջանակներում կա կոնսենսուս հետևյալի վերաբերյալ, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը պետք է փոխվեն, պետք է անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը այլևս դերակատար չլինի, իսկ եթե Հայաստանում կան գործիչներ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ բարի դրացական հարաբերություններին, իրանք պետք է չեզոքացվեն, եթե կա տենց ինստիտուտ, որը կողմ է բարի դրացական հարաբերություններին, այդ ինստիտուտը եւս պետք է չեզոքացվի, հետեւաբար այս հարձակումները շարունակական են լինելու։ Արձանագրենք ուղղակի, որ այս պայդրությամբ այս հարձակումների զոհ դառել է Ծառուկյանի առյուծը։ Դուք ինչ-որ բան լսել եք կենթանասեր հասարակությունից, հասարակական կազմակերպությունից, որոնք զբաղվում են կենթանիների իրավունքների պաշտպանությամբ, ժողովուրդ պետք է ընդամենը մի անգամ տեսախցիկների առաջ ցանկացած մի հատ շան, ներեցեք այս ձևակերպմանը, մի հատ քացով խփել, մի վայնասուն են բարձրացնելու, ինչ ասես ասելու են, բայց հիմա ստացվում է, որ կարելի է մի ամբողջ առյուծ սպանել ու քա լռության պայմաններում դա անել, ինչու՞, որովհետև առյուծի քաղաքական պատկանելությունը սխալ էր։ Fake։ Հայաստանում գրեթե ամեն ինչ fake է, գրեթե ամեն ինչ, բացի աշխարհաքաղաքական ծրագրից, որի նպատակն է վերաձևավորել Հարավային Կովկասի պատկերը, Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով։ Էսա իրականացվում։ Այդ իսկ պատճառով Ծառուկյանը վերջինը չի այս ցուցակում։ Այս ձերբակալությունները, այս տեսակ այլանդակությունները շարունակվելու են։ Ուղղակի մտածեք այս ամեն ինչի մասին ու մտածեք հաշվի առնելով նաև այն, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ այդ ծրագրերը կյանքի կոչելու ընթացքում։